Իսկ ով ասեց, որ Կարեն Կարապետյանը գար ավելի լավ է լինելու, քան հիմա։ Ես էլ ասեմ ավելի վատ կարող էր, եթե Կարեն Կարապետյանը գար։ Վերջ-վերջո Կարեն Կարապետյանը ով է եղել։ Մարդկային առումներով հարգում եմ իրան, շատ լավ մարդ է, բայց ինքը իր տեսակով ով է եղել։ Լավ փայլուն մենեջեր, չէ՞։ Բայց խի մենք 18 թվին մենեջերի կարիք ունեինք, թե անվտանգության ոլորտի, դիվանագիտության ոլորտի ու ռազմական ոլորտի մարդու կարիք ունեինք։ Իսկ ով էր այդ ոլորտում լավագույնը այդ ժամանակ։ Սերժ Սարգսյանը։ 18 թվին մեր խնդիրը ո՞րն է եղել։ Արցախյան հարցը մեկ էլ անվտանգությունը, չէ՞։ Մեր պետության առաջնային խնդիրը դա է եղել, չէ՞ մեր համար։ Իսկ ով էր այդ ոլորտում ամենալավը տիրապետում այդ ոլորտին։ Սերժ Սարգսյանը։ Բայց հիմա Սերժ Սարգսյանը թողեր գնար, Կարեն Կարապետյանը գար։ Ու որ ավելի վատ լիներ։ Այդ ժամանակ կարենք, չէ՞ բոլորս դատապարտենք Սերժ Սարգսյանին։ Ես ասում ավելի վատ կներ։ Դուք ասեք Կարեն Կարապետյանը, որ գար լավ կներ, բայց դուք մոռանում եք, որ 18 թվին դուք ասում եք, եթե Սերժ Սարգսյանը հեռանա Նիկոլը գա, լավ կլինի։ Սխալվել եք, չէ՞։ Լավա փաստերը կան, որ բոլորդ էլ ասում եք Սերժ Սարգսյանը եթե հեռանա Նիկոլը գա, լավ ալնելու։ Փաստերը կան։ Ես էի, որ ասում էի Սերժ Սարգսյանը եթե հեռանա Նիկոլը գա, կործանվելու ենք։ Հասկի ես ճիշտ դուս եկա, չէ՞, դուք սխալ եք ժամանակ։ Հիմա ես էլ ասում եմ, հիմա էլ եք սխալում, որ ասում եք, եթե Կարեն Կարապետյանը մնար, ամեն ինչ լավ կլիներ։ Իսկ ես ասում եմ, Կարեն Կարապետյանը եթե մնար, ամեն ինչ էլի վատ կլիներ, որովհետև ինքը չէր կարա Արցախյան, ինքը բան չէր հասկանում Արցախյան բանակցություններից ու ռազմական գործունեությունից անվտանգության ոլորտից ինքը բան չէր հասկանում, բնականաբար ինքն էլ պրավալի կտար։ Դրա համար Սերժ Սարգսյանը շատ ճիշտ արեց, որ եկավ երրորդ սրոկ, եկավ որ Արցախի հարցը լուծի, մեր անվտանգության հարցը լուծի, նոր էթա։ Ասենք թե Սերժ Սարգսյանը թողնում էր Կարեն Կարապետյանին ու ամեն ինչ վատ էր ելնում։ Այդ ժամանակ կարայինք, չէ՞ բոլորս մեղադրեինք Սերժ Սարգսյանին, ասենք այ ախպեր ջան, այս խեղճ հարիֆի վզին խի այդ ամեն ինչը թողեցին։ Սա շատ էր հասկանում Արցախից, շատ էր հասկանում դիվանագիտությունից, որ այդ սա քուեփած բանը, որ արդեն մնում էր վերջնական ֆինալում էր վերջնական հարցը լուծեիր, թողիր այս խեղճ հարիֆի վզին։ Ինքն էլ տարավ տվեց պատին։ Չէիր կարում հարցը լուծեիր նոր էթայր։ Կարայինք չասեինք։ Մեկը ես էլ կդատապարտեի ժամանակ։ Բոլորս էլ պատմություններ կդատապարտեր Սերժ Սարգսյանին, կասեին, ի՞նչն էր քեզ խանգարում, մի քանի ամիս էլ մնայիր, հարցը լուծեիր, նոր էթայիր։ Ու տենց էլ Սերժ Սարգսյանը անում էր։ Ինչ էր ասել Սերժ Սարգսյանը, ամեն ինչը քեզ, Կարեն Կարապետյան ջան, Արցախի հարցում ես մնամ հարցը լուծեմ, նոր էթամ։ Կարեն Կարապետյանն էլ այո, ի պատիվ իրան համաձայնվել էր ու ինքն էլ առաջադրել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս սա կասեմ։ Դուք ոնց որ սխալվել եք այն ժամանակ, որ ասում եք Սերժը հեռանա Նիկոլը գա լավ կլինի։ Դենց էլ հիմա եք սխալում, որ ասում եք Կարեն Կարապետյանը մնար, Սերժը չգար Կարեն Կարապետյանը մնար լավ կլիներ։ Սխալվում եք։ Ես եմ ճիշտ եղել այն ժամանակ ու էլի ճիշտ եմ հիմա։ Եթե Կարեն Կարապետյանը պուլտ չկա, էլի ձեռներ որ ասենց պուլտով հետանք, տան Կարեն Կարապետյանին մի հատ էլ տանի տա պատին, որ տենակ որ էլի ես եմ ճիշտը։ Հասկացաք։ Այսա կասեմ ես։ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ քայլ արեց, շատ ճիշտ ու պատմության մեջ որպես կրիստալ մաքուր մարդ ինքը մտել է արդեն։ Այ դուք ձեր բոլորը ձեր մեղավորություն ունեք, որ չեք հասկացել, սխալվել եք կամ դիտավորյալ եք այդ ամեն ինչ արել, որ Սերժ Սարգսյանին մերժել եք ու Նիկոլ եք բերել։ Այ դուք ունեք ձեր սխալ այդ ամեն ինչում։